ամեն դեպքում որպես գործատու հարկային մարմինը, որպեսզի մեզ նաև ավելի մեծ լսողներն էլ պարզ պատկերացնեն, հարկային մարմինը որպես գործատու իր կազմակերպում է, այս ձեր ըստ նախագծի ավելի հստակեցում է, որ աշխատանքի ընդունվող մարդու ուսուցում անում իր կենտրոնում, հետո տալիս է հավաստագիր, ովքեր հաղթահարում են, հետո այդ մարդկանց վերցնում է աշխատանքին։ Ինչ խոսք տրամաբանական, պարզ, նաև մասնավորում տարածված սխեմա է։ Այստեղ գիտեք ինչն է իմ մտահոգությունը եւ կարծում եմ նաև իրավական խնդիրը, կապված է նաև աշխատանքային օրենսգրքի հետ։ Աշխատանքի ընդունվող անձի, եթե ուսուցում է կազմակերպում գործատուն, ապա պարտավոր է նաև որոշակի չափով վճարի կրթաթոշակ։ Այս խնդիրը կա, սա ոչ միայն իրավական առումով, նաև տրամաբանական եւ արդյունավետության առումով է մեզ այս հարցը բարձրացնում։ Որտեւ եթե դուք ֆիլտրում եք մարդը եկավ պայմանական, ինչքան ժամանակահատված պիտի սովորի, մի տևական ժամանակահատված սովորում է, հետո այդ ընթացքում հանձնում է իր այսպես քննությունը, որակավորում է ստանում կամ հավաստագիր է ստանում, հետո դառնում է հարկային ծառայող։ Այս ամբողջ ընթացքը որպես աշխատանքի ընդունվող անձի ուսուցում գործատուի կողմից կազմակերպվող պետք է նաև կարծում եմ այստեղ ուսուցում անցնող անձանց համար կրթաթոշակի խնդիրը քննարկվի եւ սա շատ կարեւոր է նաև իրավական առումով, որովհետեւ եթե օրինակ բանկային համակարգը վերցնեք նայեք, նույն բանկային համակարգն է, տարբեր ծրագրեր ունի, հիմա գովաց չանեմ, բայց տարբեր ծրագրերով այդպիսի երիտասարդների վերցնում ուսուցանում են եւ իրենց կադրերի բազան ավելացնում, թափուր աշխատատեղերը լրացնում են։ Բազմաթիվ այդպիսի օրինակներ կան, մասնավորումներ ընդհանրապես միջազգային պրակտիկայում էլ կան։ Եվ սա նաև մեր երկրի օրենսդրության մեջ է պահանջ։ Ես առաջարկում եմ, որ այս խնդիրը մի հատ քննարկ նաև լիազոր մարմնի հետ նաև քննարկեք, չգիտեմ որքանով եք այդ հարցը քննարկել եւ նախատեսեք նաև այդ կարգավորումը։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, իրականում դասընթացները կազմակերպվում են Պետուսումնական կենտրոնի կողմից անվճար։ Կրթաթոշակ, ճիշտ ասած մասնավորի դեպքում էլ երբ որ պատրաստում են, դա նաև գիտելիք է տալիս եւ լավացիչ կրթաթոշակ չեն վճարում, իհարկե քննարկենք մի հատ կրթության նախարարության հետ, բայց այս գործընթացը ոչ միայն աշխատանքի ընդունվելու պայման է դառնում, այլ նաև իրեն գիտելիքներ են սովորում եւ դա ամբողջությամբ անվճար է իրականացվում, հետեւաբար որևէ լավացիչ ծախսեր չեն կրում։ Բեկը կրթաթոշակ տրամադրելու կարծում եմ օրենսդրական հնարավորություն չունի, բայց մի հատ լավացիչ կրթության նախարարության հետ քննարկենք, շնորհակալություն։ Ավելի շատ դուք պետք է քննարկեք աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության հետ, իսկ ՊԵԿ-ը ունի ցանկացած գործատուի անունից հանդես եկող աշխատանքային օրենսգիրքը կարծեմ 201.1 հոդվածն է շատ հստակ տալիս այդ իրավիճակը եւ այո անվճար բոլորն են անվճար տալիս, այստեղ կրթաթոշակի հարցը լրացուցիչ երաշխիք է այդ այսպես ասենք անունը դնենք աշխատանքի ընդունվելու համար ուսուցում կամ ոչ ֆորմալ ուսուցում անցնող անձ։ Հիմա այդ մարդու համար այդ պահանջը կա, ամեն դեպքում սա պետքա մի հատ դիտարկվի, առնվազն գոնե իրավաչափության գոնե տեսանկյունից, եթե դուք էֆեկտիվությունը չեք տեսնում, ես տեսնում եմ, գոնե իրավաչափության տեսանկյունից լրացուցիչ պետք է քննարկվի։ Ներողություն, պարոն Ավետիսյան, անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ ինչ նպատակով է կրթաթոշակը։ Մարդը անվճար ուսուցում է անցկացվում, կրթաթոշակ ուսուցման հետ կապված ժամանակ տրամադրի, մինչև որ կանցնի աշխատանքի, հիմա եթե 201 հոդվածը կարգակ աշխատանքային օրենսգրքի բացատրած է, ես չեմ Կարծում եմ նպատակը դա չի եւ այստեղ մենք ուղղակի օժանդակում ենք նաեւ անվճար կրթություն կազմակերպելով լավացիչ կրթաթոշակ տրամադրելը ինչ ծախսերի համար պետքա տրամադրենք եւ կամ ինչ երաշխիքներ տեղափոխվեն ընթացքում ընդմիջում անեն տարբեր բան, բայց դա հիմա առաջարկ է, բայց տես որ վերցնենք պարոն Ավետիսյան,
Եթե խնդիրը իրականում մարդուն անվճար կրթություն ապավել, ինձ թվում է կրթաթոշակի հիմնական իմաստը կրթությունը հասանելի դարձնելն է։ Պարզ է, որ մարդը հիմա գնալ գալու վրա էլ է ծախսեր կատարելու, բայց այդպես կարող է։ Շատ երիտասարդներ կան, վստահաբար դուք եք գիտեք, որ այդ խնդիրներ ունեն, որ տրանսպորտես օրինակ Երևան քաղաքում 150 դրամ է, բայց չգիտեմ, կողքի Աբովյանից տիգա գնա եւ այլն, այսինքն հիմա այս վերաբերմունքս էլի նայեք, բայց բացի այդ ամեն ինչը, թող են ուսե դուք համաձայն չեք, բայց բացի այդ ամեն ինչը, ասում եմ մի հատ այդ պահանջը նայեք, դա չի ասում մասնավոր գործատու պետական, ասում եմ գործատուն, եթե աշխատենք ընդունող անձին ուսուցում է իրականացնում, նվազագույն աշխատավարձի հետ կապ է տալիս, չափ է տալիս, որ գոնե այդքան պետք է Շատ լավ, եկեք բան անենք, լավ, եթե այլ հարցեր կան, այդ հարցերն էլ ուղենք, եթե չէ, վերջում պարոն Սահակյանը ամփոփիչ խոսքում, եթե կարիք լինի, կանդրադառնա։ Կան այլ հարցեր, արգելի գործընկերներ։ Չկան։ Ելույթներ, ըստ էության, պարոն Ավետիսյանը